Այսօր դեպքեր իրադարձությունները անգամ արագ են փոփոխվում եւ այդ ամբողջ փոթորիկ այդ քամիկ այդ մրիկը մեր մտքին է գալիս ինֆորմացիայի դա մենք տեսնում ենք լսում ենք անընդհատ մեր վրա քամի է աշխատում ինչ պետք է անենք նախ ներսից պետք է ամրանանք մենք արդեն դիմադրողականություն պետք է ձեռք բերենք ինֆորմացիայի դեմ այսօր ինֆորմացիայի դար է մենք պետք է լսենք որպես թե լսած չենք պետք է տեսնենք որպես թե տեսած չենք աշխարհիկ բաները բայց աստծո խոսքերը պետք է լսենք որպես թե լսած ենք տեսնենք որպես թե տեսած ենք այսինքն մենք ընտրենք որն ենք ուզում լսել որն ենք ուզում տեսնել որպեսզի շատ չվնասվենք մենք պետք է դիմադրողականություն ունենք պաշտպանություն ունենանք չթողնենք օտար բացասական ամբողջ մեր մեջ կա եւ մեր մեջ էլ ձևավորենք ամրություն կայունություն չտարուբերվենք որովհետեւ տարուբերվող երկմիտ մարդը չի կարող որևէ բանի մեջ հաստատուն լինել այսինքն ամենամեծ վտանգը որն է կասկածամտության տարուբերելու երկբայություն երկմտության կամքի անկայունությունը այսինքն եթե դու անընդհատ տարուբերվում ես քո որոշումների մեջ կամքդ է տուժում դու արդեն կամազորկ ես դառնում արդեն ընտրելու հնարավորությունից ես զրկվում չես կարողանում ընդհանրապես ընտրել իսկ դա ամենամեծ վտանգն է երկբայության կամ երկմտության զրկում է քո կամքը քեզանից մի մարդ անընդհատ որոշում է որ պետք է ծխելը թարգի ամեն անգամ որոշում է կայացնում ամեն անգամ չի կարողանում այդ որոշումը իրականացնել այսինքն չի կարողանում ծխելը թարգել եւ վերջնական որոշում է կայացնում որ այլևս որոշում չպետք է կայացնի այսինքն այլևս չի կարող ինքը ծխելու դեմ այսինքն գալիս է մի պահ որ դու արդեն զրկվում ես որոշում կայացնելու հնարավորությունից կամքից քեզ զրկում է երկմտությունից կամքը ինչ է կամքը հզոր զենք է աստծո կողմից քեզ տրված ինքնուրույն որոշում կատարել մարդու աստվածային պատկերի հատկորոշիչն է ամենակարևոր հանգամանքն է մարդը ինչպես աստծո նման որտեղ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն ունի բայց ինքնուրույն որոշում կայացնելուց առաջ դու պետք է մի հատ մտածես հա այսինքն քամիների ազդեցության տակ չպետք է լինես դու պետք է մտածես խորհրդացես 7 խորհես 1 խոսես 1000 խորհես 1 որոշում կայացնես մտածես հստակ բայց դա էլ աստվածային ունակություն ամեն մարդ չէ որ ընդունակ է ճիշտ մտածելու խոհեմ մտածելու սառը դատելու դրա համար էլ կրթված դաստիարակված միտք պետք է ունենա մարդ աստվածային պատվիրաններին ծանոթ պետք է լինի ըստ աստուծո պետք է մտածի սուրբ հոգով պետք է մտածի հոգևոր գիտակցություն պետք է ունենա եւ այդպես մտածելով խորհրդացելով կարող է լուսավորվել մտքով վստահանալ եւ որոշում կայացնել